Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված TRIP նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի միջին միջանցքի ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Դա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաև փոխադրողներին առավել լավ պայմաններ առաջարկելու տեսանկյունից, և դրանով իսկ մեր միջանցքը կդառնա էլ ավելի գրավիչ, ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով Հարավային Կովկասում ևս մեկ ուղու բացումը վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ։ Սա ինքնին ուղերձ է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կընդլայնի բոլոր մյուս տեսակի ներդրումները, թե միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, թե տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների տեսանկյունից։ Հետևաբար մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, նշել է Պապուաշվիլին։ Միջին միջանցքը ներկայում սկսվում է Չինաստանից, անցնում Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում դեպի Եվրամիություն։ Ժնևում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև կայացած հանդիպումներում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Հանդիպումներին ներկա են եղել նաև եվրոպական երկրների ներկայացուցիչները։ Ամերիկյան առաջարկը մի շարք փոփոխությունների է ենթարկվել, սակայն դա փաստաթղթի վերջնական տարբերակը չէ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, քննարկումների և առաջարկների արդյունքում փաստաթղթի նախագիծը դեռ կփոփոխվի։ Առաջիկա օրերին նախատեսվում է շարունակել ինտենսիվ աշխատանքը։ Ռուբիոյի խոսքով գրանցվել է ահռելի առաջընթաց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում բանակցությունների արդյունքներին։ Չենք հավատա մինչև չտեսնենք, բայց հնարավոր է ինչ-որ լավ բան է տեղի ունենում, նշել է նա։ Եվրոպացի քաղաքական գործիչները ողջունել են բանակցություններում առաջընթացը, միևնույն ժամանակ շեշտելով, դեռ հարկավոր է երկար աշխատել խաղաղության ծրագրի շուրջ։ Եվրոպական երկրների առաջնորդներն ավելի վաղ կարծիք էին հայտնել, որ առաջարկվող պայմանները շատ նպաստավոր են Մոսկվայի համար և իրենց առաջարկներն էին ներկայացրել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով Մոսկվան առավոտյան ծանոթացել է եվրոպական պլանին։ Այն լիովին ոչ կառուցողական է և մեզ հարմար չէ, նշել է նա հավելելով. այնուամենայնիվ ամերիկյան ծրագրի կետերից շատերն ընդունելի են։ Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում նշել է. ամերիկյան նախնական առաջարկները համապատասխանում են Ալյասկայում տեղի ունեցած բարձր մակարդակով քննարկումներին և կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Շվեդիայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ հայտարարել է. այժմ կրիտիկական պահ է և ուկրաինական կողմը սերտորեն աշխատում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու համար։ Նրա խոսքով առայժմ քննարկումների ընթացքում հաջողվել է բանակցությունների սեղանին պահել զգայուն կետերը, այդ թվում բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման և առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։ Միևնույն ժամանակ Զելենսկին կրկին մերժել է տարածքային զիջումների գնալու պատրաստակամությունը, ինչը հակասում է 28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկին։ Պուտինը ցանկանում է, որ օրինականորեն ճանաչվի այն, ինչ նա գողացել է, ցանկանում է կոտրել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի կողմից գրավված տարածքների պաշտոնական ճանաչումն այլ երկրների կողմից Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի և հետագայում իր նախընտրած դաշինքներին միանալու հնարավորության սահմանափակումը կարմիր գիծ են Կիևի համար։ Ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե-ֆակտո վերահսկողությունը։ Բացի այդ, Ուկրաինան պետք է նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի։ Նաև պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ։ Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն և երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։